Ես պիտի խաղամ Վարան Փափազյանի հետ, իրադարձությունը, թե ինչ պիտի խաղամ սենատում, պիտի նստեմ անխոս դեր։ Անխոս դեր պիտի նստեմ, բայց որովհետև այդ սենատի 6-7 հոգին, որ պիտի նստեն, խոսք չունեն, դա դերասանները չեն խաղում մեծ մասամբ։ Դա սիրողներին են տալիս, ջահելներին են տալիս մեծ մորուքներ, որ սենատ լինի, վենետիկի, կպցնում են Փաշայան Արտավազդը և Ժան Էլոյանը, ասին բալիք չեմ, մի րոպե արի, նոր եմ եկել թազում, և Փափազյանի հետ պիտի խաղամ, արդեն գրել եմ։ Ասեցի աղա, ես էլ նիհար, շատ նիհար, գիտեք, այսպես մեծ քթով, այն ժամանակ այսպես սիրուն չէի, էլի, ուրեմն պիտի խաղամ հետը, ես էլ Փափազյան չեմ տեսել, նա ինչ-որ եկել, գնացել չեմ տեսել, բան իրիկունը ես գրիմ են, իրանք ասի մենք գրիմ եմ պիտի անի, դու մի ասի սրանք արեցի գրիմ, ես հայլում է չիշում եմ, միջանցքում հայլի կար, ես տեսա, այսպես մի խայդարակ բան ես, նայում ես, մեծ աչքի է, քաղցած երեխան, նիհար, ես ծերունու դեմքով բան, մի խոսքով, այնպես տեսարն էմես որ մենք նստած ենք Փափազյանը պիտի ներս գա, դու մի ասի ինչի համար են անում, որովհետև Փափազյանը բեմի վրա չի ծիծաղում, բայց որ ծիծաղեց, պիտի վարակույրը փակեն, դա եղել է հազվագյուտ 1-2-3 անգամ, թե ինչ իր կյանքում, հիստերիայի մեջ ենք նուղոցի դա, որում պարզում եմ, որ ես մեծերը իմ, ուզեցել եմ, որ նա ծիծաղի, և հիշում եմ ներկայացումը, ես կողմը բանն է, Սվաճյանը, ուրեմն սենատորը, գլխավոր դոժներ, Նես մտա Վարան Փափազյանը, Լենինական, իմիջիալուց շատ էր սիրում, Լենինական անընդհատ Երևանում ասում էր, Լենինական կերտ ասման չես, ինչ կնեն թատրոնը, ախ լավ թատրոն է, ինչ դերասաններ են, ապա ինչ ժողովուրդ է, շատ էր սիրում Լենինականը, այդպես ուրեմն եկավ, դու պատկերացեք պատերազմից հետո էր, ես որ բեմի վրա նստած էի, ժողովուրդը մուտքին, ինք ուզում է խաղալ, ժողովրդը չի թողնում, Վարան Փափազյանը, ուխ ինչ կխաղա Փափազյանը, սենց են ես ու հենց որ մի քիչ հետո հանգած Փափազյանը շուռ եկավ ժողովրդին բավական էլի, այս շարժումը, որ արեց ավելի շատ, չէ, հետո հանգած, էլի չէ, հետո առաջ էր գալիս, այս ամբողջ գլուխ տալը մի ցերեմոնիա էր, ամբողջ մի ներկայացում էլ դա էր, գլուխ տալը, ես հետո զգացի, հասկացա, որ այդ իրա ձեռքն էր, դա ինքն էր անում, նա կարողանում, իհարկե, նա կարողանում էր, երբ ուզում էր էլի ծապ տալ, հետո բան էր անում, հետո մի հատ շպտար ծապը կշատանար և այլն, սա մտնում է դերասանությամբ, բայց երբ որ ուզեցավ, այսինքն հագեցավ, թե չէ ռազմաշոնչ, արդեն խաղալ է ուզում, այսպիսի մի պահ էր, այս ծափերից, բաներից հետո ասեց խոսիր Օթելլո իրավ է արդյոք, պիտի հարցնեն իրեն, որ բռնադադող ծուր միջոցներով այս մարդու աղջկան առևանգել ես, նա պիտի ասի ռազմաշունչ, վեհոգի և բարձր տուքս, ես որ առևանգել եմ այս մարդու աղջկան ճշմարիտ է և ճիշտ է որ սիրել եմ և այն, ու ասեցին ռազմաշունչ, լռություն, այս դուժն է, այստեղ, այս կողքը նստած ենք բոլոր եթրում իշներ ու ապշել են Վարան Փափազյանը կտեսնում, ասեց ռազմաշունչ, վեհոգի և բարձր տոքս, դեր չի նայում ես կում, որ ես առևանգել եմ այս մարդու աղջկանը ճշմարիտ է, բայց ճիշտ է, ձասով է, ու շարունակում է, բայց ճիշտ է նաև այն, որ ես ցուրտարեք աստծո, որ ամուսնացել եմ, հանցանքից միակ ինչ կնեք։ Ես ես բարձությունից նայեցի բեմի հետև, նայեցի տեսնեմ Ժան Էլոյանն ու Փաշյանը ընկած են գետին ու ծիծաղում են, ասում են փախի։ Նոր ես դուրս եկա ու փախա, տեսա որ ինձ է վերաբերում ես խորը։ Տեսա որ ինձ է վերաբերում, դուրս փախա գնացի կաչագարանոց բան, բայց լսում եմ որ ասում են
կատաղած դուրս էր եկել, ուր է, ինչ է, էլ չոջուխի աչկերով ծերուրին ուր է, ուրեմն մորուքը կպկա, բայց աչկերս երեխի է, բայց ես գնացի մի անգամ, ուրեմն կաղնել եմ, հանգած դիմացս կաղնեց Հրաչյան Ներսյան, նոր հենակալից գնացել եմ, այնտեղ միջանցքում էր, են բանը կա, դերասանների մուտքը կա, այդտեղ ուրեմն մի տախտակ է խփած, որ վրան գրած է, թե ով այսօր ինչ է խաղում, եւ շաբաթված գրված է, դուբլորներ են բանը, ուրեմն մեկ էլ հանգած ներս մտավ Հրաչյան Ներսյան, Սուրմարել չիկալ ստրաշա, շոքին կրակին մի քիչ գինով ցած էր, երևի ասես թե Սնովեմ գոդեմ, բոլորին, շոքին կրակին, տարին շնորհավոր, թե սխալ հասկացա, դա բывает, ասեց, դրա, ասեցի ինչ է, անուն ունիս, ասեցի ունիմ, ինչ է անունդ, ասեցի Ֆրունզիկ, հետո զգացի որ Ֆրունզիկը քիչ է, չէ, իք, փուչուր, ասի Ֆրունզե, նայեց ասեց, բывает, էդ էլ ալինում, էլի, մի հատ նայիտ ես, թե այսօր ես խաղում եմ, ասեցի, հա, ընկեր Հրաչյան Ներսյան, հəbին նայեմ, ու նայեցի տեսնեմ գրած է օթել, ասավ ինչ է խաղում, ասեցի օթելլո է գրած, ամսի 10-ն է այսօր, ասեցի ինչ եմ խաղում օթելլո, ասեցի գրած է Ներսյան, ասեցի, հա, դուք պիտի խաղաք, ընկեր Ներսյան, դա բывает, սրվարը չկա, ու գնաց մի 10 քայլ գնաց, հանգած շուր եկավ, ասեց, լսիր դու, Կատովսկի, գիտի որ զորավար է, բայց որներ ինչի չգիտեմ, պատերազմից հետո է, երբ է, գնում են գոմերում ենք խաղում, գոմեր, գիտեք մի զարվելի բան է, գոմերում, հետո այնտեղ, գոմերում կովերը մի կողմ են կապած, բառաչում, մենք էլ մի կողմից էսպես են մի բայց նոր է բան, ծնում է մայրս աման լվացող, տունը պահող չկա, բան չկա, մի խոսքով, բայց ամեն դեպքում ուրեմն ուտելը լավ է, խաշ գնացինք իրանք։ Իսկ այդ օրը Համլետ է, որ Փափազյանը պիտի խաղա Համլետ։ Ես խաղում եմ Օզրիկ, որ մի խոսք ունի այնտեղ, որ ասում է թե վերջում որ Համլետին այդ թունավորած սուսերով խփում են Փափազյանը լավ էր անում, հանկարծ այս հարվածից հետո բռնում էր եւ արյուն, ու չպիտի սպանեն, ինչի այս հանգած խփեց եւ թունավոր։ Ռեժիսորը դրել էր այսպես, դրսի ձայնը գալիս ասում էր այս ինչ ռազմի ձայն է մեռնելիս, դեր վիրավոր այսպես։ Ես պիտի վազեի ու չոքեի առաջ ասեի Ֆորդենբրաստ է տեր, որ Լեհաստանից հաստությամբ դարձել իր զինվորական պատվիրակներին, այս զինվորական ողջույնն է տալիս, անգիրել հիշում է, մերեկվա դերերս չեմ հիշում։ Ուրեմն ասես է, ողջույն է տալիս ինքը ասում էր, ես մեռնում եմ հորացիո, իսկ դու մնում ես, իսկ մնացյալը աշխարհի մասին։ Աշխարհի ամեն ինչը, իսկ մնացյալը հարցական ու Համլետը մեռնում։ Եկավ մի հատ գնացել ենք խաշը կերտել, խաշ, երեխա տղան։ Ինքն էլ է կերել, ուրեմն մի տարել կա, երկուս ես կերել եմ, բան որտեվ 3 օր կուշտ ես մնում, էլի։ Եկա խաշը, չէ՞։ Լավ է, էլի շատ օրում ես, լավ է, էլի, բայց սխտոր կա։ Ուրեմն եկավ ներկայացումը, ես այնտեղ եմ կանգնած։ Քոչարյան Ալեքսանդրը այստեղ է կանգնած։ Անընդհատ հայացքը վրաս է, որտեղ ինքը մեծ է տարիքով, անընդհատ ասում եմ, թափով կասես։ Ես էլ ասում եմ, հա, իհարկե, հա։ Ժողովուրդը լարված, լեննական, հիպնոզաղած, այս ամբողջ Փափազյանը խփեցին թունավոր, բանով սուսերով, բան եւ այլն։ Այնտեղից հանգասվեց տա-տա, ասեց այս ինչ ռազմի ձայն է։ Ալեքսանդրից ասեց, ճովոյ, արի, ու թափով։ Ես եկա, շոքեցի, թափով ասի, Ֆորդենբրաստ է տեր, Ֆորդենբրաստ է տեր, Փափազյանը,
որ Լեհաստանից հասությամբ դարձել Սիվիրական ապավերթությունը դարասես, բաբաջան ասես, ես մերնում եմ հորացյալ, իսկ դու մնում ես, դունար, շանլագոդ այլևս խաշ չուտես։